Գյումրի եւ Վանաձորի թիմ ընտրություններից անցել է ավելի քան 1 շաբաթ, բայց մինչեւ հիմա մանդատների բաշխման վերաբերյալ կուսակցությունները շարունակում են բանավիճել։ Կուսակցություններին տրվող բոնուսի համակարգը կիրառվում է առաջին անգամ եւ օրենքի այս դրույթը իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են մեկնաբանում։ Բանավեճը տեղի է ունենում ոչ թե ձայների, այլ զուտ ընտրակարգի վերաբերյալ, թե ընտրակարգով, նախատեսված կարգով ընտրական օրենսգիրքը ինչպես է նախատեսում մանդատների բաշխումը։ Ինչի մասին են բանավիճում ընդդիմությունն ու իշխանությունը։ Գյումրիում տեղի ունեցած թիմ ընտրությունների արդյունքում Բալասանյան դաշինքը վաստակել է 15 մանդատ, ԲՀԿ-ն 9 մանդատ, Հայկական վերածնունդը 5 մանդատ եւ Գալան 4 մանդատ։ Սակայն կիրառելով ընտրական օրենսդրության բոնուսին վերաբերող կետը Բալասանյան դաշինքի մանդատների քանակն ավելացել է 2-ով, իսկ ԲՀԿ-ին ու Հայկական վերածնունդին պակասել են մեկական մանդատներով։ Բոնուսը կիրառվում է հենց ամենաշատ ստացածին, երբ որ 40%-ից ավել մանդատ է ստացել, բայց նրա ստացած մանդատները բացարձակ մեծամասնությունից պակաս են, լրացվում է մինչև բացարձակ մեծամասնություն։ Ըստ ընտրական օրենսգրքի բոնուսը կիրառվում է, երբ ընտրությանը մասնակցած կուսակցություններից մեկը ստացել է ոչ թե ընտրողների ձայների, այլ մանդատների ավելի քան 40%-ը, բայց բացարձակ մեծամասնություն չի կազմում, այսինքն մանդատների քանակը 51%-ից պակաս է։ Գյումրիի ընտրություններում Բալասանյան դաշինքը ստացել է 15 մանդատ, սա 33 մանդատների մոտ 45%-ն է։ Այսինքն տեղավորվում է բոնուս ստանալու միջակայքում եւ մյուս կուսակցություններից վերցվել է այնքան մանդատ, մինչեւ կուսակցության մանդատների քանակը հասնի եւ անցնի 50%-ը։ 33 թվի համար ավելի քան 40% մանդատը սկսում է 14-ից։ 14-ը ավելի քան 40%, 15-ը ավելի քան 40%, 16-ը ավելի քան 40%։ Վանաձորում ամեն ինչ պարզ էր։ Ընտրությանը մասնակցած կուսակցություններից որևէ մեկի ստացած մանդատների քանակը չի գերազանցում 40%-ը։ Հենց այդ պատճառով կուսակցություններից ոչ մեկը չի ստացել բոնուսային միավորներ։ 33 մանդատից Հանրապետականին բաժին են հասել 13-ը, Լուսավոր Հայաստանին 10-ը, 5-ը Հայկական վերածնունդին, 3-ը ԲՀԿ-ին, 2-ը Դաշնակցությանը, այսինքն բոնուսային միավորներ ստանալու համար Վանաձորի ընտրություններում կուսակցություններից մեկը պետք է ունենար առնվազն 14 մանդատ։ Վանաձորում բոնուս չի եղել եւ մանդատները տրամադրվել են մեզ բոլորիս հայտնի բանաձևով։ Եվ այսպես առաջին անգամ Հայաստանում կիրառվեց ընտրական նոր օրենսգիրքը, որի բոնուսային դրույթը տարընթերցումների տեղիք տվեց։ Առջևում խորհրդարանական ընտրություններն են, որտեղ նույնպես բոնուսային համակարգ է գործում, բայց ի տարբերություն թիմ ընտրություններին, խորհրդարանական բոնուսները ոչ մեկից չեն վերցնելու, պարզապես ավելացվելու են ամենաշատ ձայներ ստացած կուսակցության մանդատներին։ Զորապ Հարոյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։